Արդեն 5 տարի շարունակ Հայաստանի տնտեսության ամենաառաջանցիկ աճ գրանցող ոլորտներից մեկը շինարարությունն է։ Վերջին 4 տարում ծավալների երկնիշ աճեր են գրանցվել։ 2026 թվականը ևս շինարարության երկնիշ աճով է մեկնարկել։ Հունվար-փետրվարին այս ճյուղի ծավալները հասել են շուրջ 54 միլիարդ դրամի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճը 20,5% է։ Սա իհապես պայմանավորված է մի կողմից եկամտային հարկի հետ վերադարձի ծրագրով, որ վերջին տարիներին ակտիվ հայտարարումներ եղան շինարարության թույլտվությունների, մյուս կողմից էլ պայմանավորված է բնակչության սպառողների շրջանում էական մեծ պահանջարկով։ Եվ սրանք էին, որ ձևավորեցին առաջարկ եւ պահանջարկ հարաբերակցությունը եւ այսօր տեսնում ենք, որ առկա է քաղաքաշինական ծրագրերի մեծ ակտիվություն թե Երևանում, թե Երևանամերձ մարզերում։ Միաժամանակ պետք է փաստել, որ նկատելի այսօր նաև նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեմպերի որոշակի անկումներ, քանի որ շինարարության թույլտվությունների հայտարարումները էականորեն քչացել են կոնկրետ Երևանում։ Իսկ հա Երևանից դուրս, մեր Երևանային մարզերում որոշակի ակտիվություն նկատելի է նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեսքով։ Շինարարությունը Հայաստանի հնայում կարևոր դեր ունի, արձանագրում են մասնագետները։ Եկամտային հարկի վերադարձի պետական ծրագիրն այս առումով մեծ դեր է խաղացել, եւ լավ է, որ նաեւ մարզերն են հիմա ակտիվացրել այն։ Չպետք է մոռանալ նաեւ պետբյուջեի հաշվին շինարարության մասին։ Մարզային տնտեսության մեջ պետական առնվազն շինարարության տեսքով պետական ներդրումները, կապիտալ ներդրումները բավականին պահանջված են եւ մարզերի համաչափ զարգացման շրջանակում դրանց պահանջարկը բավականին մեծ է։ Մենք գիտենք, որ պետությունը կառավարության ծրագրով ուներ մանկապարտեզների եւ դպրոցների շինարարության ծրագրեր, որոնք հիմնականում մարզերում են իրականացվում։ Կարծում եմ, որ կառավարության դպրոցաշինության եւ մանկապարտեզների շինարարության ծրագրերը նույնպես որոշակի ներդրում ունեն ամբողջ շինարարության ծավալի մեջ։ Ոլորտը նաև մեծ թվով աշխատատեղեր է գեներացնում, նպաստում տարբեր արտադրությունների, ցեմենտի, մետաղական կոնստրուկցիաների եւ այլ ուղղությունների աճին, ընդգծում է Խաչիկյանը։ Էականորեն ավելացել են նաև ոլորտին բանկերի տված վարկերը։ Եթե 2025-ի փետրվարին շինարարությանը տրված վարկերը եղել են 665,4 միլիարդ դրամ, 2026-ի նույն ամսում այն հասել է շուրջ 866,4 միլիարդի։ Կարող ենք ասել, որ կա լիարժեք փոխգործակցություն բանկային համակարգի եւ տնտեսության որևէ ոլորտի միջև, տվյալ դեպքում շինարարության միջև եւ բանկային համակարգը արդյունավետ ձևով կարողանում է խթանել շինարարությունը համապատասխան եկամուտ ապահովելով ինչպես ամբողջ տնտեսության, այնպես էլ տնտեսվարողների եւ բնակչության շրջանակում։ Քաղաքաշինությունը ռազմավարական ճյուղ է, եւ այս ակտիվությունը պահպանելու համար կարևոր է, որ պետությունն ու մասնավորն ակտիվ երկխոսեն, կարծում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։ Գրիգորյանի խոսքով այսօր տարբեր գերատեսչությունների հետ աշխատում են առաջիկա տարիների քաղաքաշինական տեմպերի ակտիվությունն ապահովելու ուղղությամբ նոր մոտեցումներ, նոր քաղաքականություններ եւ նոր օրենսդրական կարգավորումներ մշակելու շուրջ։ Առաջինը ոլորտի ինստիտուցիոնալ կարգավորման ուղղված քաղաքականություն, իրավական ակտեր, խոսքը վերաբերում է կառուցապատման գործունեության մասին օրենքին, նոր օրենք է, նոր իրավական ակտ է, որը այժմ ակտիվ շրջանառության մեջ է գտնվում եւ իրավական ակտը միտված է կանոնակարգելու ոլորտի հիմնական սկզբունքները, խաղի կանոնները, կառուցապատող սպառող հարաբերությունները, կառուցապատող հարաբերությունները, կառուցապատող պետություն հարաբերությունները։ Աշխատում են նաև սնանկության առանձնահատկություններ սահմանող օրենսդրական կարգավորումների, ներդրումային անշարժ գույքի իրավական կարգավորումների ուղղությամբ։ Նիկոլայ Ավետիսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։